ապահովում ենք, իստը համարում սկսված։ Հայաստանի Հանրապետության Նարմավերի մարզի Փարաքար համայնքի հավաքանում 25 թվականի հունիսի 12-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին։ Օրակարգային հարցերը ձեր առջև դրված են։ Եկեք անցնենք քվեարկությանը, հա, եթե հարցեր չունեք։ Տիկին Սաֆարյան, ինչու է պայմանավորված, որ արդեն տևական ժամանակ կա Վալոդիա Գրիգորյանը նիստին ներկա չի լինում։ Կարծեմ օրակարգային հարցին չէ վերաբերում։ Եկեք այս հարցը քննարկում ենք, քննարկման դնենք, որ հաջորդի տեսանք ձեզ լավ։ Անցնենք քվեարկության։ Ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ։ Ոնց հասկանանք։ Ոնց հասկանանք։ Ինչը։ Ձեր քվեարկությունը։ Չեմ մասնակցի քվեարկությանը։ Հարց կարելի է, այնուամենայնիվ։ Լսում եմ ձեզ, եթե նիստին վերաբերող հարցեր են։ Չէ, նիստին չի վերաբերում, բայց կարծում եմ նիստի օրակարգի հետ ուղիղ կապ չունի, բայց կարծում եմ կարևոր է այս հարցի պատասխան ունենալ։ Ես ուզում եմ հասկանամ ինչու է պայմանավորված, որ արդեն տևական ժամանակ կա Վալոդիա Գրիգորյանը նիստին չի մասնակցում, ինքը համայնքի ղեկավարն է, ընտրողները իրեն ձայն են տվել, ես կարծում եմ, որ նիստը հենց ինքը պետք է վարի, ինչքան էլ օրենքը թույլ է տալիս, որ դուք պետք է վարեք, ընտրողները իրան ձայն են տվել ու ես որպես հավաքանի կարծում եմ, որ լավ մեկ նիստին ինքը ներկա չլինի, երկու նիստին ներկա չլինի, բայց արդեն տևական ժամանակ ես այսօր առավոտյան եկել եմ նիստի, առաջի բանը որ արել եմ նայել եմ իր մեքենաս թե կայանված է թե չէ, հույս ունենալով, ակնկալիք ունենալով, որ ինքը ներկա կլինի, բայց հիմա էլի չկա։ Կներեք, ես ասում եմ շնորհակալություն, ես կարծում եմ, եսի վերաբերում չի ընտրողների առաջ ու ես գնացի։ Ընկերներ շարունակում ենք նիստը, կարծում եմ օրակարգային առաջին հարցը մեզ Հակոբ Միքայելյանը, Ալբերտ Անդրանիկի Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Մինչ Հակոբը կզեկուցի, նաև ուզում եմ ձեզ տեղյակ պահել, մեր կողմից ստեղծված, հավաքանների կողմից ստեղծված մշտական հանձնաժողովի կազմը նախորդ նիստին մենք ունեցանք, ճիշտ է, քվեարկեցին։ Ուրեմն մշտական հանձնաժողովների քաղաքաշինության մշտական հանձնաժողովը այս նիստին առկա բոլոր հարցերին ունի դրական եզրակացություն։ Տրված, այստեղ նիստը տեղի է ունեցել եւ նիստի տված եզրակացություններն այստեղ բոլորը հաշվի առնված են։ Ըստ այդմ կշարունակի զեկուցող Հակոբը եւ կասի միայն հարցերը։ Իմացեք, որ բոլոր հարցերին արդեն մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ Հարգարժան հավաքանի հարցերը կներկայացնեմ կարճ, խնդրեմ հարցերի միջոցով հարցը պատասխանի մենք արդեն քննարկում իրականացնենք, էլի։ Ուրեմն մեզ ա դիմել Փարաքար համայնքի բնակիչ Ալբերտ Անդրանիկի Սողոմոնյանը, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակություն փոխել որպես գյուղատնտեսական արտադրական, հետագայում գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու համար։ Հարցեր ունեին։ Թող կառուցի։ Որպես է մշտական հանձնաժողովը նաև ունի դրական եզրակացություն, ունենք ձեր կարծիքներ լսել, եթե չկան անցնենք քվեարկության։ Ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ, մեկ ձեռնպահ, Մինասյան, Դավիթի, Աբրամյան, Ման։ Հաջորդ օրակարգային հարցը խնդրում եմ ներկայացնենք։ Հարգարժան հավաքանի Փարաքար համայնքին է դիմել Ալիսա Միշայի Շմաղոնյանը, իրեն սեփականության իրավունքով պատկանող Պտղունք գյուղում գյուղատնտեսական արտադրակ վերամշակող տնտեսություն կառուցելու համար։ Հարցեր ունենք։ Դուք որպես
Ինչպես եթե հարցը վերաբերում է օրակարգին, հարցերի միայն իրավունք ունեն ավականիները, այս պայմանությամբ հարցերը կտան երբ որ նիստը կավարտվի։ Ու այստեղ ընդհանրապես չի իրականացվում ոչ մի գործառույթ, որին հետևողական չենք կարող լինել։ Հակոբ ջան, եկեք անցնենք հաջորդ օրակարգին։ Սա չենք իրեք քվեարկության, խնդրում եկեք անցնենք քվեարկության։ Պատրաստենք, ճիշտ է։ Ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ։ Նորից արտահայտել են ձեռնպահ, Ան հաջորդ օրակարգային հարցը, Հակոբ նայել զեկուցում։ Արգազան ավականի Փարաքար համայնքի ներդիմը Ամալիա Մարտունի Աբելյանը Փարաքար համայնքի այգի քննարկավայրում իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն եւ պահոց կառուցելու համար։ Հարցեր ունենք։ Եկեք հարցը դնենք ուրեմն քվեարկության եւ հարցեր չունենք։ Ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ։ Աբրահամի անվանումը ձեռնպահ։ Հաջորդ հարցը Փարաքար համայնքին է դիմել Արսեն Մանվելի Մկրչյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող այգի բնակավայրում գյուղատնտեսական արտադրական հողամասը գյուղատնտեսական արտադրական նշանակություն փոխելու հետագայում անասնաշենք կառուցելու համար։ Հարցեր կան։ Հարցը դնենք քվեարկության։ Ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ, Աբրահամի անվանումը ձեռնպահ։ Հաջորդ հարցը կացրու։ Փարաքար համայնքի դիմել Մերձավան համայնքի բնակիչ Գայանի Աշոտի Մեջնունյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում բազմաբնակարան շենք կառուցելու համար։ Այլ հարցեր։ Եկեք դենք հարցը քվեարկության, եթե հարցեր չունենք, անցնենք քվեարկման։ Ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ, երկու ձեռնպահ, Հակոբյան Արմինե եւ Աբրահամ Նարեկ։ Հաջորդ հարցը խնդրում Հակոբ ներկայացրել։ Փարաքար համայնքին է դիմել Ժիրայր Վաչագանի Համբարձումյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող Փարաքար համայնքի արևաշատ բնակավայրում ջերմատուն եւ անասնագոմ կառուցելու համար։ Անիջամենք հիմա հարց են քննարկում Ժիրայր Վաչագանի Համբարձումյանը սեփականության իրավունքով համասի պատական նշանակություն փոխելու կապված։ Գիտեմ, մշտական հանձնաժողով վերաբաց է, կարող է ծանոթ գործին։ Եկեք անցնենք արդեն, եթե հարցեր չունեք, քվեարկության փուլին։ Ովքեր են կողմ, ովքեր են դեմ, եւ ովքեր են ձեռնպահ, Աբրահամի Նարեկը եւ ձեռնպահ։ Հաջորդ օրակարգային հարցը Հակոբ ջան։ Փարաքար համայնքին է դիմել Փարաքար համայնքի
բնակիչ Իրինա Հրաչիկի Մկրտչյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում չորանոց կառուցելու համար։ Ուզում եմ մենք նաև նկատառում մինչև քվեարկության անցնել հարկերի ավականին է, սրանք այն հարցերն են, որոնք նախկինից կուտակված են եղել, այսինքն ընթացք չի տվել նախկին համայնքի ղեկավարի օրոք եւ այս հարցերը կուտակվել են, դրա համար քանակը նաև շատ է։ Տեսնում եք, չէ՞, դիմումների տված ժամկետները, հիմա մենք մարդկանց ընդհանուր քննարկման արդյունքում տեսնում ենք, որ բարի գործ են անում, ճիշտ գործ են անում, տվել եք ձեր համաձայնությունը, հիմա նաև հանձնաժողովներ տվել եք ձեր դրական եզրակացությունը, դրա համար հիմա հարցերը այսքան մի քիչ շատ են։ Անցնենք, եթե հարցեր չունենք, քվեարկության ենք այս հարցի վերաբերյալ, ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ, հաջորդ օրակարգային հարցը։ Փառական համայնքին է դիմել Աղրամյան բնակավայրի բնակիչ Լեոնիկ Լեմքսայի Պետրոսյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար։ Հարցեր ունենք։ Ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր ձեռնպահ, հաջորդ հարցը։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փառաքար համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համացված տարածական պլանավորման փաթաթների նախագծի մերձավոր բնակավայրի գործառնական գոտիում կառուցապատման չափորոշիչների մեջ փոփոխություն կատարելու մասին։ Ուրեմն Փառաքար համայնքին է դիմել Ծովինար Հրաչիկի Ղազարյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում բազմաբնակարան կառուցելու համար։ Մեր մոտ չափորոշիչը մինչև 12 մետր իր հարկայնությունը 316 մետրով կատարում ենք փոփոխություն, գլխավոր հատակագծում ու տալիս ենք համաձայնություն հետագայում բազմաբնակարան շենք կառուցելու համար։ Հարցեր ունենք։ Եկեք անցնենք քվեարկության։ Ովքեր են կողմ, ովքեր են դեմ, դեմականին է, եւ ովքեր են ձեռնպահ, հատուցականին է ձեռնպահ։ Անցնենք հաջորդ հարցի նախագծային հարցին։ Հողամասը Փառաքար համայնքի սեփականություն ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փառաքար համայնքի ուսանողի վարչական սահմաններում գտնվող 04-066-066-ից կադաստրային ծածկագրով 0.403 հեկտար մակերեսով բնակարանի նպատական շինության հողամասը Փառաքար համայնքի սեփականությունը ճանաչելու մասին։ Էսի շենքերի հայտնի որ համայնքապետարանը աչ են կան, ուրակը որ կա, թեյս մտնում եք դες աշխողում է։ Հասկացա։ Հիշեցիք հանձնաժողովում քննարկել։ Եթե ուրիշ հարցեր չունենք, անցնենք քվեարկության։ Ովքեր են կողմ? Որոշում են կողմը, դեմ եւ ձեռնպահ չունենք։ Հաջորդ հարցը։ Հողամասը Փառաքար համայնքի սեփականությունը ճանաչելու մասին։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փառաքար համայնքի Բաղրամյան գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.05 հեկտար մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության հողամասը Փառաքար համայնքի սեփականությունը ճանաչելու մասին։ Պետք է հիշեցում նահի։ Հատես չի։ Ասենք քվեարկության համար։ Ովքեր են կողմ? Հաջորդ հարցը Փառաքար համայնքին է դիմել Փառաքար համայնքի բնակիչ Հրայր Համլետի Միրզոյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում սառնարանային տնտեսություն կառուցելու համար։ Հարցեր կան։ Անցեք քվեարկության, ովքեր են կողմ? Որոշում ընդունված է հաջորդ հարցը։ Փառաքար համայնքին է դիմել Փառաքար համայնքի բնակիչ Մատլեն Գառնիկի Շամելյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար։
Հա։ Հարցեր ունեք։ Անցնենք քվեարկության, ովքեր են ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ, Աբրահամյանը ձեռնպահ։ Անցնենք հաջորդ հարցը։ Հարական համայնքին է դիմել Այգեկ գյուղի բնակիչ Մարիամ Սարգսի Դիլոյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար։ Հարցեր ունենք ընկերներ։ Անցնենք քվեարկության, ովքեր են ովքեր են դեմ, ովքեր ձեռնպահ, Աբրահամյանը ձեռնպահ։ Հարական համայնքին է դիմել Բաղրամյան գյուղի բնակիչ Նվեր Լեմաքսի Պետրոսյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար։ Հարցեր կան։ Անցնենք քվեարկության։ Ովքեր են ովքեր են դեմ, ովքեր ձեռնպահ, Աբրահամյանը Հաջորդ հարցը։ Հարական համայնքին է դիմել Նորակերտ բնակավայրի բնակիչ Ռոզա Ալբերտի Վարդանյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում գյուղատնտեսական իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում անաստակոմ կառուցելու համար։ Հարցեր կան։ Անցնենք քվեարկության։ Ովքեր են ովքեր են դեմ, ովքեր ձեռնպահ, Աբրահամյանը ձեռնպահ։ Հաջորդ հարցը։ Հարակար համայնքին է դիմել Արևաշատ բնակավայրի բնակիչ Սլավիկ Վարազդատի Ավետիսյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն ծածկ և ջրավազան կառուցելու համար։ Հարցեր կան։ Եկեք քվեարկենք, ովքեր են ովքեր են դեմ, ովքեր ձեռնպահ, Աբրահամյանը ձեռնպահ։ Հաջորդ հարցը։ Մեզ է դիմել Փարաքար համայնքի բնակիչ Տիգրան Լևոնի Մկրտչյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում սահմանային տնտեսություն կառուցելու համար։ Հարցեր կան։ Անցնենք քվեարկության, ովքեր են ովքեր են դեմ, ովքեր ձեռնպահ, Աբրահամյանը ձեռնպահ։ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Արմատի մարզի Փարաքար համայնքի սեփականություն անձնացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմեն Սամսոնի Զաքևոսյանը։ Հարցեր կան։ Մի քիչ մանրամասնություն։ Ուրեմն հողամասը գտնվում է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասերի մեջտեղում, այլ ուղղություն չունի։ Ինքը քառակուսին 43 ամուր քառակուսին։ Ուզում եմ միացնել իրար ովերը չի կարող, համայնքային միացած բարակ ավելի կան մեջտեղը, ուրիշ ճանապարհ չկա գործելու։ Ուրիշ հարցեր։ Անցնենք քվեարկության, ովքեր են ժողովրդի ովքեր են դեմ, ովքեր ձեռնպահ, Հակոբյան Մարինեն ձեռնպահ։ Արմինեն ինքան Մարինե ասեցի ատեն։ Հաջորդ վերորակարգային հարցը Հայաստանի Հանրապետության Արմատի մարզի Փարաքար համայնքի հավաքանում 25 թվականի հունիսի 3-ին թիվ 30 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Սա այն որոշումն էր, որ մենք հանձնաժողովների կազմն էինք արդեն ներկայացրել ձեր հաստատմանը։ Ըստ մեր կանոնակարգի, քանի որ մենք իրավունք ունենք կազմում փոփոխություններ կատարել ձեր հաստատմանը ներկայացնելով, այստեղ դրված է որոշման մեջ
փոփոխությունը ես տեղափոխվում եմ ֆինանսական բաժնում, մշտական հանձնաժողովում եւ Ալոդիա Գրիգորյանը արդեն կլինի քաղաքաշինության մշտական հանձնաժողովում։ Եթե հարցեր չունեք, ձեր հաստատմանը ներկայացնենք։ Ովքեր են կողմ։ Որոշում ընդունվեց միայն։ Հաջորդ հարցը օրակարգային նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին է, կզեկուցի իրավաբանական բաժնի պետ Մելանյան։ Նախնական գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին, ղեկավարելով շրջակա միջավայրի մասին ազդեցության գնահատման և փորձագնության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-16 հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325N որոշման համեմատող հաստատված 28 կետով առաջին արդյունք գալստյան սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության առնվազն մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում Փարաքարի բաղարների հանքավայրի տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանում նախատեսվող գործունեության իրականացմանը տալ նախնական համաձայնություն։ Երկրորդ, առաջարկել Փարաքար համայնքի ղեկավարին սույն որոշումը հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրման և առկայության դեպքումները շարունակել հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկությունները, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել ջրի ազատ մարմնի և նախաձեռնողներին։ Որոշումի ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Ես կուզեմ այս հարցի վերաբերյալ մի փոքր ջրացում անել, նաև վերակացման ակտորպես ներկայացնել, որ ինչի մասին է խոսքը արդեն հասկացան, բայց այդ մարդկանց մենք եթե թույլատրում ենք կատարել այս գործունեությանը նախնական համաձայնություն ենք տալիս, իրենք նաև գործընթացի ավարտից հետո մենք ունենք նախնական պայմանավորվածություն, մոտ 7 միլիոն կտրամադրվի համայնքին, որպեսզի մեզ ապրանք կամ 7 միլիոնի կարգով ինքը համայնքին կտրամադրի միջոցներ իր գործունեության համար։ Մենք հասկացանք չէ, գործում խոսքը ինչի մասին է։ Եթե այլ հարցեր ունենք, տալիս ենք մեր նախնական համաձայնությունը քվեարկության ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ, Հակոբյան Արմենեն և Աբրահամ Մարինը ձեռնպահ։ Հաջորդ օրակարգային հարցը վերաբերվում է անշարժ գույքը հողամասը որպես նվիրատվություն ընդունելու և Հայաստանի Հանրապետության Արվարի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը համարելու մասին։ Ընկերներ, խոսքը վերաբերվում է Պտղունք համայնքում գտնվող գերեզմանոցի հարակից տարածքին։ Այսինքն մենք այս պայմանությամբ Պտղունք համայնքի գերեզմանատանը ունենք խնդիր, հող չկա գերեզմանու հողարկավորությունը իրականացնելու համար։ Պարոն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել գերեզմանատան հարևանությամբ գտնվող հողակտոր ունեցող Արտակ Ավետիսյանի հետ, նաև այդտեղ նշված են Հայկանուշ Ավետիսյան, Լուսինե Ավետիսյանի անգամ ասեփականատերեր են, այդ մարդկանց հետ հանդիպումների արդյունքում նրանք պարտավորվեցին պատրաստական իրենց պատկանող հողամասը տալիս են համայնքին, որ մենք հողարկավորության հետ կապված տարածքի հետ կապված խնդիրներ չներնենք էլ չունենանք։ Հիմա մենք այդ հողը պիտի արդեն համարենք համայնքինը, որ մենք կարողանանք գերեզմանատան տարածքը ավելի ընդլայնենք։ Հարցեր ունեք։ Եկեք ասենք քվեարկության, ովքեր են կողմ։ Աբրահամ, Զաքերոսյան, ովքեր են դեմ, ովքեր որոշում անձամբ չնկատեցին հետո հասկացան։ Օրակարգային հաջորդ հարցը մեր հերթական նիստի
օրվա սահմանումն է ընկերներ։ Քանի որ գիտենք այս նստաշրջանն ավարտվում է հունիսի վերջին չորեքշաբթին, մենք հունիսի 25-ին հերթական նիստ կգումարենք եւ այս նստաշրջանը կհամարենք ավարտված։ Հաջորդ նստաշրջանը ըստ կսկսի սեպտեմբեր ամսի երկրորդ երեքշաբթի օրվանից։ Բայց մինչ այդ, եթե հարցեր լինեն արտահերթ նիստով, մենք կհրավիրենք արտահերթ նիստ եւ կքննարկենք վերատապ հարցերը ձեր հետ համաձայնեցնելով։ Հարցեր ունենք օրվա սահմանման հետ, եկեք անցնենք քվեարկության, ովքեր եք որ որոշումը ընդունված է, օրակարգային հարցեր ավարտվեցին ընկերներ, նիստը համարում եմ ավարտված։